Նա ծնվեց այն պահին, երբ նրա հայրը կռվում էր պատերազմի դաշտում, նա այդպես էլ չտեսավ իր հայրիկին, նա ծնվեց, որ ապրի հայկականն ու ազգայինը, հայ երգը։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, եթերում Խոստովանություն հեռուստանախագիծն է, ես Արայիկ Համբարձումյանն եմ, այսօր բացառիկ եթեր է, որովհետև իմ տաղավարում հյուրընկալելու եմ մաեստրո Ռուբեն Մաթևոսյանին։ Պարոն Մաթևոսյան, համեցեք։ Համեցեք, բարի գալուստ իմ տաղավար։ Շնորհակալ եմ, որ չեք մերժել մեր հրավերը եւ այսօր մեր տաղավարում եք։ Ես բարոյական իրավունք չունեմ մերժելու։ Անչափ շնորհակալ եմ։ Որովհետեւ հարգում եմ առհասարակ հեռուստատեսությունը, այն էլ աթիվին։ Համեցեք, զբաղեցրեք ձեր տեղը եւ միասին զրուցենք։ Թույլ կտաք, ես այսօր ձեր կողքին նստեմ։ Իհարկե։ Ահա, ավելի շատ ավելի երջանիկ կլինեմ։ Ավելի մտերմիկ կստացվի մեր զրույցը։ Բարեկամական։ Այո, այո։ Պարոն Մաթևոսյան, այսօր մենք կանցնենք ձեր կյանքի ճանապարհներով, կզրուցենք ձեր կյանքի մասին։ Ինձ էլ հետաքրքիր է վերադառնալ մանկություն, անցնել այն բոլոր ճանապարհներով, որ ես հաղթահարել եմ եւ հասել մինչեւ 84 տարեկան։ Օ։ Պարոն Մաթևոսյան, որտեղ եք ծնվել։ Ես ծնվել եմ Երևանում։ Ծնողներս սպիտակից են։ Հայրս 9 տարեկանում հայրը մահացել է, ունևոր հայրը այն էլ, և բնականաբար հորեղբոր տանն է մնացել, բայց իրեն ավելի հետաքրքիր է եղել ինքնուրույն կյանքի սկիզբը, և նա օրերից մի օր 14 տարեկանում, այդքան փոքր հասակում, քայլելով եկել է Երևան և դարձել երևանաբնակ։ Բնականաբար պետք է ամուսնանար, տարիքը առնելուց հետո 25 տարեկանում է ամուսնացել, 22 տարեկանում նախընտրել է մայրիկիս, բնականաբար, որին ճանաչել է սպիտակից և ուրեմն ապրել Երևանում, բնականաբար ես պետք է ծնվեի Երևանում, բայց ճակատագիրը շատ դաժան էր, որովհետև ծնողներս ունեցան իրենց առաջնեկին, որ աղջիկ էր Ժանետ անունով, շատ կարճ կյանք է ունեցել, մահացել է։ Հետո տխրել են բնականաբար, բայց հարվածը ավելի ուժեղ է, երբ երկրորդ զավակին ունեցան Լևոնին, որը հրաշալի զավակ է եղել, շատ գեղեցիկ տղա, ոչինչ նման սև տրճե, կարգին մեկը, բայց դարձյալ դժբախտություն, 4.5 տարեկանում դիֆտերիա հիվանդություն, իսկ այդ ժամանակ անբուժելի էր համարվում այդ շատ սուր տեսակ է դիֆտերիա, որը խեղտամահ է արել 4.5 տարեկան ավագ եղբորս և ծնողներից դժբախտացրել։ Քիչ էր այդ երևի հորս մորս համար, որ հանկարծ 41 թվականին պայթեց պատերազմը, իսկ հայրս դեռ 30 տարեկան էր և մեկնեց պատերազմ առաջին օրերին։ Գիտեր, որ ես պետք է ծնվեմ արդեն, որովհետև ընդեղից մայրիկիս ուղարկել էր իրեն կաճելոկ են ասում, որի մեջ իրենք ճաշ են կերել, սնունդն է եղել իրենց, վրեն գրել էր նամակով, պահել ենք բնականաբար այդ նամակով, որտև մասուկ է, խնդրում եմ անունը դնես Ռուձիկ, որտև շատ մտերիմ ընկեր է ունեցեր, իր կողքին զոհվել է։ Անունը բնականաբար իմ դրեցին, բայց ես ծնվեցի հորս զոհվելուց 2 ամիս հետո։ Այսինքն հայրիկը ձեզ չի տեսել։ Չի տեսել։ Դուք էլ հայրիկին բնականաբար։ Գիտեր, որ պետք է ծնվեմ, կներեք ես երբեմն հուզվում եմ և վերջնականապես մայրս մնաց մենակ։
Անշուշտ մեր կողք ապրում էր հորեղբայրս իր ընտանիքի հետ, բայց հայրը ուրիշ է։ Իմ պատիվ իմ մոր, որ ինձ համար մի ամբողջ աշխարհ է եղել, եւ մայր, եւ քույր, եւ եղբայր, եւ հարազատ, եւ բարեկամ, եւ ընկեր, եւ ամեն ինչ, մի ամբողջ աշխարհ, նա ինձ թույլ չտվեց, ես երբեք չեմ գիտակցել, որ ես հայր չեմ ունեցել։ Ավելին, այնքան ուշադիր իմ նկատմամբ, դա վերաբերվում է թե հակ ու կապին, թե սննդին, թե կրթությանը։ Որոշեց, որ ես անպայման երաժշտական կրթություն պետք է ստանամ։ Եվ ես ընդունվեցի, իդեպ ասեմ, որ ես երաժշտական դպրոցը ավարտել եմ գործիք չունենալով։ Դա նշանակում է, որ ես պետք է մայրիկիս բարեկամների, ընկերուհիների տանը պարապեի, իրենց հիմնարկում, հետագայում դժվար էր ինձ համար, ես ուսուցչուհու տանն էի պարապում։ Դա մեր օրերում անբացատրելի շռայլություն է, այդպիսի բան եւ ոչ ոք թույլ չի տա։ Բայց իմ ուսուցչուհիները մի ազնվագույն մարդիկ էին։ Սիլվա եւ Սերինե Խաչատրյանները, մայր եւ դուստր, երկուսն էլ շատ լուրջ երաժիշտներ էին եւ ուսուցիչներ, մանկավարժներ։ Նրանք ինձ ոչ թե խղճալով, այլ սիրով ընդունեցին իրենց տանը։ Իսկ նրանց տունը պարապելուց առաջ դպրոցը ընդառաջեց եւ իր սուղ պայմանների ժամանակ ինձ տրամադրեց դասարան որոշակի ժամի, որ ես ամեն օր գամ դպրոցի այդ դասարանը իմն է լինելու, այդքան րոպեներ, ես պարապեմ, որպեսզի բան։ Այդքան ուշադրության կենտրոնում եմ եղել, արդյունքը պետք է լիներ նա, որ ես դարձա երգիչ հանկարծ, որտեղ ավարտել է երաժշտական դպրոցը եւ մայրիկիս քեռին, որ լուրջ մարդ էր շատ, բարկացավ մորս վրա, որ հանել էր իմ գործերը դպրոցից եւ տվել էր երաժշտական ուսումնարան, ասեց սխալ ես արել։ Իսկ նա աստիճանով ակադեմիկոս էր, իսկ պատմաբան էր, Մամփրե Գարագաշ, Մամփրե Երևանդիչ է, մամայի քեռին էր։ Եվ ինչ պատահեց։ Պատահեց նա, որ մայրս ուրեմն ստիպված եղավ գործերը ուսումնարանից վերցրել, նորից դպրոցին հանձնել, բայց նույն դպրոցը ես չցանկացա գնալ, որովհետև շատ անհարմար բան էր։ Ես սովորում էի Կրուպսկայի դպրոցում, հետո հայտնվեցի Աջարյանի դպրոցում։ Վերջի 2-3 տարի սովորեցի այնտեղ 8-10 ժամանակ 7-ից էր։ Եվ ավարտեցի։ Մինչ այդ իսկ երաժշտականն էի ավարտել, բնականաբար ես ուզում էի անդադ նվագեի։ Մենք գործիք չունեինք, ոչ միայն նրա համար, որ դժվար էր, սոցիալական դժվարություններ, այսպես ասենք, ընտանիքի համար ձեռք բերել նման թանկարժեք գործիք, Երևանում ընդհանրապես չէր վաճառվում դաշնամուր։ Հետո իմացավ մայրս, որ հանրախանութում ունիվերմագում Աբովյան փողոցի վրա, որ հիմա դարավ մանկական աշխարհ, հիմա իսկ այլ փակ է հիմա էլ։ Այնտեղ ուրեմն հերթագրում էին դաշնամուրի համար։ Ուղիղ 2 տարի ամեն օր գրում էր, որ ներկայացական ստանար, որ դուրս չմնար։ Հետո տեսավ, որ չի լինում։ Դիմեց քեռին, ինքը իր եղբայրներին, մյուս քեռիներին, որ ապրում էին Պետերբուրգում, իդեպ նրանք էլ էին ակադեմիկոս 2 եղբայրները։ Նրանք այնտեղից ուղարկեցին, մաման դրամը ուղարկեց իրենց, հետո մի քանի օրից հետո գնացքը հասցրեց Երևան եւ դաշնամուրը հայտնվեց մեր տանը։ Այդ ժամանակ շատ գրքեր էին վաճառում, նույնիսկ կլավիրներ, Անուշ օպերայի կլավիրներ վաճառում, ես գնեցի, մաման չէր խնայում ինձ ոչ մի բան։ Շատ նոտաներ, հետո բերեցի, դրեցի իմ առջև, կարդացի նոտաները, նվագեցի, սկսեցի ինքս երգել, ձայնը ընկավ, ականջս
ինչ որ թե դուր եկավ, բայց հետո հարևանները շատ հավանեցին եւ արդեն պատվիրում էին, այսինչ երգը երգի, ես կամաց սկսեցի երգել, բայց տանը ցածր ձայնով, ոչ բարձր։ Հետո մաման եկավ լսեց, զարմացավ եւ մի օր էլ պատահականությունը ինձ հասցրեց Մերանգոլյանի փորձասենյակ։ Կներեք, պարոն Մաթևոսյան, ես եթե չեմ սխալվում, Արաքսա Գյուլզադյանի հետ դուք բարեկամական կապ եք ունեցել եւ նրանց տանն էլ չէ ինչ որ դեպք է եղել։ Նրանց տանն էր, ուրեմն ես շատ դե որ հայր չունեի, բայց չխասեմ որ հայր չեմ ունեցել, ես միշտ եմ ունեցել։ Մայրս ինձ համար եւ հայր է եւ մայր։ Ես ինչպես ասեմ, համարձակությունս այդքան չկար, որ ես այդպեսի հետո դաստիարակված տղա երևի թե թույլ չէի տա ինձ նման խոլիգանական արարք, բայց ես այդ բարգին կար տեսա հեռախոսի մոտ դրած գիրք, բացեցի որ նայեմ ու անուններ կարդացի, որ ինձ համար երկրային արարածներ էին, ոչ երկրային։ Այո։ Անունները կար, բայց ես չէի տեսել եւ ոչ ոքի։ Կարդացի Արամ Մերանգոլյան, ասեցի, հետաքրքիր է, ինչ ձայն ունի։ Համարը հավաքեցի քիչ, բայց հետո ականջից չդրեցի ընկալոջը, հեռու պահեցի եւ սկսեցի երգել։ Թե ով ինձ կարգադրեց չգիտեմ, բայց համարձակություն ունեցա երգելու, երգեցի եւ մոտեցրեցի ականջից, որ ծանոթ անջատման ազդանշանները լսեմ, փոխարենը լսեցի մի շատ բարի մարդու ձայն, որ ասեց երիտասարդ է, չի տեսնում ես երեխա։ Երիտասարդ դուք ուրիշ երգ գիտեք, ասեցի իհարկե, դե երգեք։ Երգեցի, այդպես մի 15 երգացրեց, հետո ասեց դուք որտեղից եք զանգահարում, ասի բարեկամի տնից, օ բարեկամը տոբա, ասի Արաքսի դե շտապ այդ հեռախոսը տուր իրան, կանչեցի տիկին Արաքսիային, ասի Արաքսի Կարպովն արի, հեռախոսի մոտ Մերանգոլյանն խայտարակ եղանք, այդ հոյիրը համար չէ, վայ, հենց իմացավ հիմի պետք է ընդեղից հայհոյի ինչ, հետո դրեց լսում եմ Արամ Արտեմիչ, ասեց, տեսա որ դեմքը գոհունակություն ապրեց, ասեց թե հաղուր բան տեղնիմ, էկուցան պայման կբերեմ, այդ կբերեմը նշանակում է ինձ պետք է ներկայացնի Մերանգոլյանին, ես առաջին անգամ ռադիոյի այդ սրբագույն շենքի առաջի հարկից քայլելով բարձացա 4-րդ հարկ ինձ համար դա բոլորովին այլ աշխարհ էր ու հանկարծ անունն եմ լսել Արամ Մերան, բայց չեմ տեսել դուռը բացվեց, ես ամբողջ այն անսամբլին, որ ես հեռուստացույցով էի նայել, դահլիճներում էի լսել, այդ ծանոթ դեմքերին տեսա, բայց ոչ մեկին չեմ ճանաչում։ Հանկարծ Մերանգոլյանին ներկայացրեց, ասեց, լավ է սարը եկել ես Արաքսի, բայ են երիտասարդն ու ասեց, սիգ է, ինձ ցույց տվեց, ասեն, Մերանգոլյանը նայեց, հուսախապ եղավ, ասեց, դե լավ, որ տիկին Արաքսյանա բերել, մի քանի երաժիշտ մի բան նվագեք, թո ինչ ա ուզում երգի, բան, ասի շնորհակալություն, ես ինքս ինձ կնվագակցեմ, սարմացավ, ինչու, ասի, ես երաժշտական կրթություն ունեմ դաշնավ, կարող ես ասի, նստեցի շատ համարձակ, որ ես երբեք կյանքում համարձակ չեմ եղել, նվագեցի, նվագակցեցի, ինձ երգեցի մի քանի երգ, Մերանգոլյանն ասեց մի րոպե, դուք ստե սպասեք, մարդ ուղարկեց, որ գլխավոր խմբագրին հրավիրեն Վլադիլեն Բալյանին, այդ ժամանակ Շարանիկիտի չէ եկավ Շարատալյանը, նրան ծանոթացրեց, խոսացին իրար, Շարան ասեց շատ լավ է, վերջը բան արեցին, այսպես ասած երաժշտական կոմիսիա հրավիրեցին, ինձ լսելու եւ իրենց գնահատականը տալու համար։ Եվ այդ օրվանից որոշվեց, որ ես պետք է մնամ փորձասենյակում, պետք է գամ ամեն օր փորձերը լսեմ եւ իրենց հետ երգեմ, իմ տոնայնությունը ճշտեցին, ես ասեցի, որտեղից կարող եմ երգել, իսկական տենորի ծիսիտուրայում, զայնացավալում երգեցի, իմ երգերը ընտրեց
դե սկզբնական շրջանում ինձ համար գրող չկար, պետք է ես ծանոթ կատարողների, այսինքն անվանի երգիչների երգացանկից օգտվեի, այսպես ասած։ Ես չէի օգտվում, Մերանգոլյանն էր տալիս եւ ասում էր սակը երգես, սակը երգես, սակը երգես։ Այդպես ուրեմն փորձեցինք 1-2 ամիս հետո առաջին հեռուստատեսային համերգը նոյեմբերի 5-ին հանրային, այսօր արդեն հանրային հեռուստատեսությամբ իմ դեմքը երևաց։ Պարոն Մաթևոսյան, որ առաջին անգամ ձեզ եթեր հեռարձակեցին, ձեր մայրը երբ որ տեսավ ձեր առաջին եթերը, մաման կար իհարկե, ինչ զգացողություններ էր նա ապրել այդ պահին։ Հեքիաթային, ոչինչ չի բանալ ընկալել, մենակ ուրեմն զարմացած նայել է, որ տղան էկրանին երևում է, բնականաբար ուրախ էին հարևանները, բարեկամները, հարազատները, բոլորը, ով որ դիտե իսկ այն ժամանակ հեռուստատեսային յուրաքանչյուր հաղորդում պարտադիր բոլորի տներում միացված էր։ Եվ ով ուներ իհարկե, շատերը չունեին հեռուստացից։ Եվ ուրեմն իսկ ինձ համար ես չեմ հիշում ոնց երգեց, ես գիտեմ որ լավ եմ երգել երևի թե ես մենակ նայում էի իր ձեռքին եւ իր հետ երգում էի Մերանգոլյանի, բայց այնքան շուտ վերջացավ այդ ամենը, որ 2 երգ կատարեցի Մերանգոլյանի, Ստեփան Շահումյանի եւ Ալեքսանդր Աջեմյանի Լեռան աղջիկ երգերը։ Երկուսն էլ կատարեցի, ինձ սովորեցել էր ռեժիսորը, թե ինչպես պետք է խոնարհվեմ, գլուխ տամ այսպես ասած, եւ որտեղից պետք է դուրս գամ, որովհետեւ դա բեմահարտակ չի, հեռուստատեսությունը, որ չխանգարեմ, բան չանեմ, կամերայի մոտով չի կարելի անցնել, բան։ Մի խոսքով այդ ամենը յուրացրեցի ես շատ շուտ եւ առաջին ելույթը կայացավ, բայց հետո երբ եկա տուն, զարմանալի բան կատարվեց ինձ հետ։ Ես ամբողջ գիշերը չէի կարողանում քնել եւ մենակ խոնարհվում էի։ Դա իմ առաջին ելույթն էր։ Հետո երկրորդ, երրորդ ելույթը եւ ուրեմն եղավ կոմպոզիտորների միության առաջին համագումարը, որտեղ ես երգեցի Լեռան աղջիկը եւ Մերանգոլյանի երգը։ Ինչպես ասեմ, կոմպոզիտորների միությունը որոշել էր, որ մի փոքրիկ անակնկալ չէի ասի, բայց կարևորություն նկատելով այդ ամբողջ համագումարի կատարողական համերգային մասից նկարեցին ինձ։ Այնտեղ նվագեց Արնոն Բաբաջանյան, Ալեքսանդր Հարությունյան, բոլորը, բայց նկարեցին ինձ եւ մնաց այդ նկարը կինո, ժապավենը, մի խոսքով իմ առաջին ելույթը արձանագրվեց։ Ի պատիվ Մերանգոլյանին եւ իմ աշխատանքային արդեն ընկերներին, Օֆելիա Համբարձումյանին, Հովանես Բադալյանին, որ այդ ժամանակ արտասահմանում շրջագայության էին, եկան եւ իմացան, որ մի փոքրիկ տղա որ եկել է իրենց կողքը կանգնելու, Մերանգոլյանը պարտադրեց եւ որպեսզի իմ ընկերները աշխատանքային ընկերները ինձ ընդունեն հավասարի իրավունքով եւ ոչ թե երեխայի, որպես երգչի։ Ես չգիտեմ, աստվածային մարդ էր Մերանգոլյանը, ինձ հայրական հոգատարությամբ շրջապատեց։ Եվ ես շատ կարճ տարիներից հետո, իր մահից 1 տարի հետո, 67-ին մահացավ, 68-ին ես արժանացավ հաստակավոր արտիստի կոչում, մի բան, որ այդ ժամանակներում, այն էլ այդ տարիքում ոչ ոքի չէր տրվում, ինձ բացառություն արեցին, տվեցին այդ կոչումը, բայց ես դրանով չհպարտացա, դա մենակ բեմում էին հայտարարում, ես մնացի նույն երգիչը, նույն ջանքերով, բայց բարդացավ իմ ծրագիրը, առավել լուրջ երգերով, առավել ընդգծված ներկայացնելու եւ ամենակարևորը սկսեցին բոլորը ինձ համար երգեր գրել մեր այդ ժամանակների եւ մեր դասակագուսանները Հավասին, Աշոտը, Շահենը, ինքը Մերանգոլյանը
եւ բոլոր կոմպոզիտորները սկսեցին երգեր գրել, իմ ծրագիրը զարգացավ եւ ձեռք բերեց Սաթունցը, այսինքն Ռուբեն Մաթեոսյան նշանակում այս երգերի կատարող եւ ոչ թե հենի կրկնող։ Ձեր գնահատականը տալիս է հանդիսատեսը։ Բայց ես շատ ազնիվ եմ վերաբերվել եւ շատ ուշադիր եմ եղել Մերանգոլյանի նման գիտակ մարդու խորհուրդներին եւ ինչպես էր ինքը ուղղորդում, թե ինչպես կարելի է ընթերցել ստեղծագործությունը, նա ինձ բանալիները տվեց։ Բոլոր կոմպոզիտորների երգերը երգեցի, բոլորի հետ երգեցի, բոլոր խմբերի հետ երգեցի, բայց հավատարիմ եւ հարազատ մնացի այն անսամբլում, որտեղ ես ծնվեցի։ Եվ գուցե դրա համար, որ 92-ից հետո այդպես ասեմ, մեր անսամբլի գեղարվեստական ղեկավար նախընտրեցին ինձ եւ մինչեւ օրս այդ ոչ թե լուծը, այլ այդ պատվաբեր գործը չէ, այդ դժվարագույն գործը ստանձնել եմ, որովհետեւ գիտեք ինչ, հայ երգը միշտ եղել է ժողովրդի հոգում, սրտում, գիտակցության մեջ, դժվար է բացատրել այդ երգի ուժը, ուժ, որ ժամանակին կամրջել է սփյուռքը Հայաստանին, ուժ, որ երջանկություն է պարգև է, ուրախություն է պարգև է, եւ ես էլ նրանցից մեկն եմ, ում բախտ է վիճակվել արդեն հետագայում, երգիչ լինելով հանդերձ, խոսել նրանց հետ սրտի հոգով, գիտակցությամբ եւ բացատրել նրանց ամեն ինչ երգի բառերի միջոցով։ Նույնիսկ քո բողոքը հայտնել երգի միջոցով։ Իսկ այդպիսի երգերի մոտ շատ են եղել։ Հատկապես Ջիվանու ձախորդ օրերը։ Այնպես որ ոչինչ պատահական չի լինում։ Միայն պետք է տվյալ արվեստագետը նվիրված լինի իր գործին, սիրի այնպես, ինչպես ես եմ սիրել իմ գործը, ոչ թե ես երգել եմ ինձ ներկայացնելու համար, ես երգն եմ ներկայացրել, ինքս ներկայանալու կարիք չեմ ունի, դե ինչս պիտի ներկայացնեին։ Մենք ձեզ շատ սիրում ենք, պարոն Մաթեոսյան, հրաշալի է, որ այսօր մեր տաղավարը այսքան դրական լիցքերով է լցված, որովհետև մայստրո Ռուբեն Մաթեոսյանն է մեր հյուրը։ Շնորհակալ եմ։ Ինձ որևէ տիտղոսները երբեք չեն փոխել, այո, իմ բնավորությունը ոչ կփոխեն, ոչ էլ դրանք պատմության համար են։ Հա երգը արժանի է, որ ինչ որ թեկուզ մեկի միջոցով հասնի ինչ որ աստիճանի գնահատության։ Պարոն Մաթեոսյան, տարիներ առաջ լուրջ առողջական խնդիրներ ունեցաք։ Հա, իհարկե։ Սրտի հետ կապված։ Եվ հրաշքով այն հրաշքը տեղի ունեցավ, որ դուք այսօր մեր կողքին եք եւ մենք շնորհակալ ենք այն բժիշկներին, ովքեր իրենց մասնագիտական միջամտությամբ շարունակեցին։ Ես ամեն անգամ հիմա արդեն իբրև պատմություն կարծես ինձ հետ չի եղել, որովհետև ինձ նոր կյանք են նվիրել։ Պարոն Մաթեոսյան, մի օրում մի քանի կլինիկական մահ եք տարել դուք, եթե չեմ սխալ։ Մի ժամում 20 կլինիկական մահ։ Խնդիրը սրտի հետ էր կապված։ Հա։ Սրտի հետ էր խնդիրը կապված։ Բա իհարկե։ Ես չեմ հիշում, եթե իմ մանկության ընկերը, որ միասին մենք երաժշտական դպրոցում ենք սովորում, ինքը չասեր, որ սրտաբաներ ինքը Աշոտը Դավթյան, եթե չասեր ընկերոջս էր պատմում, ես գիտեի 2 կլինիկական մահ, ինքը ասեց 20 կլինիկական մահ, կինս էլ ինչ չէր ասում, կարիք չկա իմանայի, եւ զարմանալին ինչ ասում, 19 անգամ փրկեցին, Իվ ես մասս մի փոքր կարմրած մնում եմ, որովհետև շատ են տվել, փրկել են։ 20-րդ անգամ ձեռ են քաշել ինձնից, բայց մեկ էլ հանկարծ մանիտորի վրա, որովհետև կինս եւ իմ ընկերը նայում էին կողքի սենյակից, այնտեղ չեն թույլ տա որևէ մեկը մտնի, մանիտորի վրա նայում էին, տեսան, որ ուրեմն հանկարծ արյան մի կաթիլ ընկավ սիրտը, եւ սիրտը սկսեց աշխատել, ուրեմն վերևը Աստված կար։ Այո։ Աստված, ես ցանկացա վերադառնալ կյանք
եւ բժիշկների օգնությամբ անշուշտ ինձ համար դրանք բժիշկներ չեն, սուրբ էակներ են, պաշտում եմ բոլորին։ Հիմա չզարմանաք, ես գիտեմ, որ ձեզ վիրահատել է Հրայր Հովակիմյանը, այո, հրաշալի բժիշկ եւ իդեպ Հրայր Հովակիմյանն նաեւ ազգային հերոս է, եւ այդ վիրահատության ժամանակ այլ բժիշկներ են եղել, ովքեր մասնակցել են վիրահատության ամբողջ ընթացքին։ Ինչու եմ սա նշում, որովհետեւ շատ լավ բժիշկ Ռուսլան Արիստակեսյանը գալիս է մեր տաղավար։ Վայ, Ռուսլանս։ Այո, հենց հիմա նայեք, նա հերթապահությունից դուրս է եկել եւ հենց հիմա միանում է մեր զրույցին։ Ռուսլան ջան, համեցեք։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք բժիշկ, որ միացաք մեր զրույցին։ Համեցեք, նստեք, զբաղեցրեք ձեր տեղը։ Ռուսլանը դարձել է իմ հարազատ եղբայրը, ամենամտերիմներից մեկը, ես չեմ վիրավորի և ոչ ոքի, ես ոնց կարող եմ մոռանալ պարոն Ադամյանին, ոնց կարող եմ մոռանալ Գագիկին, բայց Ռուսլանը հետագայում էլ մնաց իմ լավագույն ընկերը, շատ շնորհակալ եմ քեզնից։ Շնորհակալ եմ ես, որ դուք կաք։ Հիմա էլ երբեմն հանկարծ չարություն անում ճնշում ես, ինչ որ չափով չեմ նայում գիշերվականից նա զանգահարում եմ Ռուսլանին, ինքը ինձ թելադրում է ինչ պետք է անեմ, որպեսզի հանդարտվում է 5 րոպեում։ Ահա, որովհետև ճիշտ բժիշկների եք դիմել։ Դոկտոր ջան, շնորհակալ ենք ձեր ներկայության համար, շնորհակալ ենք, որ գտաք ժամանակ ու եկաք, որովհետև ես գիտեմ հերթապահությունը նոր է ավարտվել, անքուն գիշեր, բարդ մասնագիտական աշխատանք, բայց հավատացած եղեք, որ ձեր մուտքը տաղավար մեծ ոգևորություն պարգևեց մեր սիրելի մայստրոյին։ Տայք ոնց է ոգևորում։ Կարծում եմ, որ մայստրո, կարծում եմ, որ բոլոր խնդիրները վերացան, չէ՞, երբ որ դոկտորը եկավ։ Հա, գիտեք քանի տարի անց է, 16 թե 17 տարի։ Ես շատ առողջ եմ ինձ զգում եւ ամենակարևորը հիմա ճնշում չունեմ, իմ ճնշումը 90-75-ա։ Օ։ 20 տարեկան է։ Եվ այդ կյանքը բժիշկներն են ինձ նվիրել։ Իրանք ինձ համար բժիշկներ չեն, սուրբ էակներ։ Այո։ Բոլորը։ Բժիշկ ջան, ինչ կատարվեց այն պահին, երբ որ իմացաք, որ սրտի խնդրով հիվանդանոց է եկել Ռուբեն Մաթեոսյանը, մեր մայստրոն, որն էր առաջին օգնությունը այդ պահին։ Հաշուշտ բոլորիս մոտ բավական դժվարություն է աշխատել այնպիսի մի էակի հետ, այնպիսի մի անձի հետ, ով որ լեգենդ է։ Այո։ Ռուբեն Մաթեոսյանը իմ եւ բոլոր թիմի համար մնում է լեգենդ, ամեն սերունդ ունի իր լեգենդը եւ որպես անկրկնելի լեգենդ դա մայստրոն է իմ համար եւ դժվարությունը երբ որ փորձում ես աշխատել ինչ որ չափ ձեռքերդ եմ դողում, ինչ որ չափ դու ես լարվում, հիշում եմ ինչպես մայստրոն Հրայր Հովակիմյանի հետ վիրահատությունից առաջ շփվելուց առաջ ասեց ուզում եմ մեկ բան խնդրել պարոն Հովակիմյան, ես ուզում եմ շարունակել երգել, որովհետև դա իմ համար ապրելակերպ է, որովհետև դա իմ համար կենսական կարևոր միջոց է։ Ես ուզում եմ շարունակել երգել։ Այդպես էլ եղավ, մայստրոն շարունակեց երգել, մենք բոլորս ուրախ ենք, որ որևիցե խնդիր չառաջացավ եւ ձայնալարերի հետ եւ առողջական մնացած խնդիրները շտկվեցին, այո։ Երբ ուրեմն Մոսկվայում տարիներ հետո այդ բանից մի 3-4 տարի անցել էր արդեն ազատ էի, կարող էի թռիչքներ ունենալ, դրանից հետո քանի անգամ Միացյալ Նահանգներ եմ գնացել, ես պրոբլեմ չեմ ունեցել, բայց չգիտեմ Մոսկվայում մի անգամ մի քիչ վատ զգացի, բարձրացավ ճնշումս, ես տագնապ չեմ ունենում, բայց բոլոր դեպքերում սրտի աշխատանքը կատակ չի կարելի անել, մեր ասիվ հատ եմ զգում, գնամ ես պարկեմ բան, շտաբօգնություն հրավիրեցին շտաբօգնություն, բժիշկն եկավ, ես իրանց ասեցի, որ ինձ սրսկել պետք չի, ես դեղերը խմել եմ, թե ասեց ինչ է, ասի օպերացիա, ով է արել այսինչ մարդիկ,
որ նայեց, ասեց, это же ювелирная работа, եւ այդ ювелирный работաներից առաջինը հենց Ռուսլանն էր, որ ոդկի վրա երակը հանեց, որ պետք է դրվեր սրտին։ Այո, ոդկից։ Ամբողջությամբ։ Ինչև եւ հետո այնպես է կարել, որ տեղը չի երևում։ Բրավո մեր բժիշկներին։ Շնորհակալ ենք ձեզ, անչափ։ Ես ինչ էլ ասեմ, ինչքան էլ ես շնորհակալ լինեմ Աստծուն, ես չեմ մոռանա, որ աստվածային կայծ կա նաև բժիշկների մեջ, որովհետև նրանք երկրորդ կյանք են տալի։ Իմ գրքում ես նշել եմ, այդ հիվանդանոցը ինձ համար ոչ թե հիվանդանոց է եղել, ծննդատուն, այսինքն որ մարդը նորից է ծնվում։ Պարոն Մաթեոսյան, դուք հիշում եք բժիշկին ինչ եք խոստացել, որ պիտի շարունակեք երգել։ Հա, այդ որ նա ձեզ կյանք է պարգևելու, դուք էլ պիտի շարունակեք Պարոն Հովակիմյանը։ Այո։ Գիտեք, ես երբ որ ուրեմն արդեն պատրաստվում էին, ինձ չէին ասել, երբ պետք է օպերացիան լինի։ Երևի նրա համար, որ ես շատ հուզվող մարդ եմ, որպեսզի չտրամադրվեմ վատ, իսկ ես արդեն շատ վաղուց գիտեի, որ պետք է անպայման ինձ վիրահատեն, որովհետև միայն լրիվ առողջանալու գրավականը պետք է ուրեմն եզրափակվի վիրահատական միջամտությամբ։ Եվ ես հայտնվեցի սենյակում, եկավ իմ բժշկուհին, Սալբին, եւ ասեց, թե ինչ է հարկավոր, ասի, ոչինչ հարկավոր չի, ես շատ եմ ուզում տեսնել հրայրին, ասեց, նա անպայման կգա քո մոտ, եկավ, ես զարմացա, որ գրեթե ինձնից երիտասարդ բնականաբար տարիքով, եկավ եւ ասեց, թե, ասի, դոկտոր, շատ եմ խնդրում ինձ հուզված, ինձ 2 տարի կյանք տվեք, որ ես կարողանամ նոր եմ թոռ ունեցել, գոնե հասկանամ դա ինչ է նշանակում։ Նայեց, ժպտաց եւ հետաքրքիր բան ասեց, 71 թվական, 70 թվականին երբ եկաք Բեյրութ, հետո Բեյրութից եկաք Հալեբ, ես իմացա, որ իմ կուռքը պետք է մասնակցի այդ համերգին։ Ես բառացի իր խոսքերն եմ կրկնում, ես այդ ժամանակ դպրոցը նոր էի ավարտել եւ ես տոմս գնեցի, որպեսզի համերգին ներկա լինեմ, երբ դուք բեմում էիք, ես երջանկությունից բարձացա երկինք, հետո հասկացա ախր ես ուր եմ եկել, ես պիտի իջնեմ դահլիճ, որովհետեւ իմ կուռքը բեմահարտակում է, այդ կուռքն էլ ես եմ, հետո այնպես որ ասեց, իմ պարտքն է ձեզ վերադարձնել գործին, ձեր հանդիծատեսին, իսկ քո պարտքն է ամբողջ կյանքում երգել, ինչը ես սրբությամբ կատարում եմ։ Թող Աստված իրան բոլոր բժիշկներին հազարավոր տարիների կյանք տա։ Ես այդպես եմ ասում, որպեսզի կյանքը շատ ավելի երկար լինի։ Այո, այո։ Որովհետև նրանք բացառիկ երևույթներ են, ոչ միայն Ռուսլանը, գրեթե բոլորը, Ռուսլանը ինձ բարեկամ դարձավ, ընկեր դարձավ, դրա համար հարազատ է ինձ, ասեմ, որ այնտեղ բոլորն էլ լավ, եւ գիտեք ինչ, ես չեմ հիշում դեպք, նորից նոր ծնված երեխային 40 օրը չէր լրացած, օպերացիա արեցին, բարդություններ ուներ սրտի, ամեն ինչ ճշտեցին, տուն ուղարկեցին, առողջ բոլորը կազդուրված, նորմալացած գնում էին իրենց տները, ավելի մեծ բան կա, ոչ իհարկե, խոնարհվելու իրենց առաջ, բայց շատ ուրախ եմ, որ անակնկալը հենց Ռուսլանի հետ է։ Այո, մենք գիտենք, որ դուք շատ ուրախանալու եք, երբ հյուր է գալու ձեր սիրելի բժիշկը, Ռուսլանը, ում մենք նորից շնորհակալ ենք։ Իրեն հարստում։ Այո, ինչ կմաղթեք մայստրոին, բժիշկ ջան։ Մայստրոին 3 մաղթանք կուզեմ մաղթել։
առողջություն, առողջություն, առողջություն։ Բրավո։ Ինչի համար, որովհետև մայստրոյի առաքելությունը հայ ժողովրդի համար մեծ է։ Մայստրոյի կատարած գործը հայ ազգի համար շատ մեծ է։ Հայ ազգի պատմությունը, հայ ազգի մշակույթը չմեռնելու համար պետք է շարունակել։ Հայ ազգի երաժշտությունը դեռ մեր թվարկությունից առաջ մոտ 2-րդ հազարամյակում սկսել է հիմք ստեղծել եւ նա շարունակվել է մինչեւ հիմա, դա մեզ հայտնի է մեր պատմիչներից։ Այդ ժամանակվանից սկսյալ դեռ ինչպես 301 թվականից կրոնը ընդունվեց Հայաստանի համար, քրիստոնեություն ընդունվեց որպես պաշտոնական կրոն Հայաստանի համար։ Այդ ժամանակ հայ եկեղեցու համար ստեղծվեց երաժշտություն։ Տարբեր ժամանակներում գուսանական արվեստը տարբեր ճնշումների է ենթարկվել։ Այո։ Բայց սկսել է զարգացում ապրել։ Եվ մայստրոն, որպես Ռուբեն Մաթևոսյան, կարողացավ իր առաքելությամբ Սփյուռքին կամրջել Հայաստանի հետ, տարբեր հարթակներում ներկայացնել ժողովրդական հայ ժողովրդական երգը։ Եվ դա իրոք ազգի համար մեծ առաքելություն է։ Դա իրոք ազգի համար մեծ նվաճում է։ Այո։ Այո, դժվարությամբ, բայց մեծ նվաճում։ Անշուշտ ինչպես շեշտեցի, ազգը իր մշակույթով, մշակույթի ենթատեսակներով պիտի առաջ գնա իր բանակով, իր գիտնականներով պիտի առաջ գնա, մայստրոն դա փորձեց կատարել ժողովրդական երգով։ Այո, ճիշտ է։ Եվ այն ժողովրդական երգով, որոնք որ դեռ կյանքի կոչված չէին։ Ճիշտ է։ Բժիշկ, ձեզ շնորհակալ եմ։ Շնորհակալ ենք մարդկանց կյանքեր փրկելու, կյանք պարգևելու համար եւ նորից շնորհակալ եմ, որ այսօր մեր տաղավարում եք, որ ժամանակ գտաք, չնայած ձեր ծանրաբեռնված գրաֆիկին, հերթապահությունից անմիջապես հետո եկաք, որ անակնկալ մատուցեք մեր մայստրոին։ Նա շատ ուրախ ու երջանիկ, որ հենց հիմա դուք նրա կողքին եք։ Շնորհակալ եմ ես նաեւ այս հանդիպման համար, շնորհակալ եմ մայստրոն, օրեր առաջ խոսում էր նրա մասին, թե երբ կարող ենք հանդիպել, անպայման ուզում եմ, բայց ծանրաբեռնված գրաֆիկի առումով չկարողացա հանդիպել։ Խնդրեցի, որ ինչ որ ժամանակ շահենք, հետո կհանդիպենք, բայց սա ստացվեց այդ հանդիպումը այս տաղավարում։ Այո, մայստրոյի համար։ Շնորհակալ ենք, բժիշկ։ Ձեր համար ամեն ինչի համար, մայստրո ջան։ Մենք ձեզ հիմա կճանապարհենք ու կշարունակենք զրույցը։ Շատ լավ։ Սելի հեռուստադիտող, շարունակում ենք մեր եթեր, այսօր բացառիկ եթեր է իմ տաղավարում մայստրո Ռուբեն Մաթևոսյանն է։ Քիչ առաջ մեր տաղավարում էր այն բժիշկը, ով ևս մասնակցել էր Ռուբեն Մաթևոսյանի սրտի վիրահատությանը։ Այո, եւ նրանք կյանք պարգևեցին, որ մայստրոն շարունակի ստեղծել, արարել, երգել ու առաջ տանել մեր ազգայինն ու իսկական հայկական երգն ու երաժշտությունը։ Պարոն Մաթևոսյան, դուք հաղորդման սկզբում նշեցիք, որ երբ որ դուք ծնվեցիք, ձեր հայրը պատերազմի դաշտում էր։ Այո։ Եվ նա պատերազմի դաշտից տուն էր ուղարկել ջրաման, որի վրա գրված էր ձեր անվան առաջին տառը։ Կզարմանաք, եթե հիմա ջրամանը հայտնվի մեր տաղավարում։ Բայց ով կարող է բերի։ Խնդրեմ։ Այս ջրամանի մասին է խոսքը։ Վայ, ես պապայինս հա, ով մեր տնից եք վերցրել, ով տվել։ Ձեր տան անդամները։ Այս ջրամանն է, չէ՞ որ հայրը ուղարկել է պատերազմի դաշտից։ Սրբություն ասայից համար ես պահում եմ, որ չտեսնեմ։ Ցույց տանք մեր հեռուստադիտողը տեսնի, նայեք, սիրելի հեռուստադիտող, այստեղ ամեն բան գրված է։ Շնորհակալ եմ։ Մենք ենք շնորհակալ։ Ներողություն ձեզ հուզելու համար, պարոն Չէ, Մաթևոսյան։ ոչինչ։ Ներողություն ակն։ Չէ, հուզվել պետք է։ Առանց հուզվելու ոչինչ չի լինում։ Չվեք, ես իրեն պահեմ, որտեղ սա ձեզ համար սուրբ մասունք է։ Պարոն Մաթևոսյան, ես գիտեմ, որ ձեր կյանքի ճանապարհը հեշտ չի եղել։
Շատ դժվարություններ եք հաղթահարել ձեր կյանքում։ Շատ խութեր են եղել։ Այո։ Բայց միշտ ես հաղթող եմ դուրս եկել, որովհետև ինձ հետ եղել է իմ ավագընկերը, այսինքն երգը։ Այո։ Ես շատ ուրախ եմ, որ հետագայում իմ Ռուդիկ անունը փոխվեց դառավ Ռուբեն, որովհետև ես սկսեցի Ռուբենին բեմ բարձրացնել։ Ես ուրախ եմ, որ համաձայնվեցին, որ ես Երևանում ծնված լինելով դառնամ Սպիտակի քաղաքացի, եւ նրանք ինձ նախընտրեցին հետագայում իբրև պատվավոր քաղաքացի։ Իմ հայրն ու մայրն են ծնվել այնտեղ, ես այնտեղ չեմ ծնվել, բայց ես պաշտում եմ Սպիտակը, որովհետև իմ ծնողների ծննդավայրն է եւ իմ ծննդյան թիվը փոխեցի նույնիսկ։ Ես ծնվել եմ 41-ի դեկտեմբերի 12-ին, իմ անձնագիրը փաստում է պապայիս ծնված օրը, ամիսը, հունվարի 12, չէի կարող մի տարի մեծանալ, ավելի լավ էր մի ամսով փոքրանալ եւ դառնալ 42-ի հունվարի 12-ի ծնունդ, այն էլ Սպիտակում, որ հիմա ես շատ հպարտ եմ։ Պարոն Մաթեոսյան, որտեղ հանդիպեցիք ձեր կնոջը։ Երևանում, ուրիշ ոչ միտեղ։ Ինչպես հասկացաք, որ նա է ձեր ընտրյալը։ Դա երկար պատմություն է, իմ ջաջան պատճառ եղավ, որպեսզի իր ուսանողներ բժշկական ինստիտուտում, որպեսզի մենք հանդիպենք, ծանոթանանք եւ նախընտրենք ընտանիք կազմելու մասին մտածենք, ինչևէ ես 27 տարեկան եմ, իսկ այն ժամանակ ամոթ էր, 20 տարեկանում էին մարդիկ ամուսնանում, ես դառել էի 27, արդեն ջաջաս ասեց, թե ասեց, այ Ռուդիկ ջան, դե ինձ Ռուդիկ էին ասում, բայց հետո սովորեցի Ռուբեն ասել։ Ասեց, սենց բան կլինի, դու ասում էիր, թե մինչև ես ինչ-որ աստիճանի չհասնեմ երկարվեստում, ես չեմ ամուսնանա։ Ես 2-3 տարի առաջ արդեն քեզ տվել են վաստակավոր արտիստի կոչում, էլ ինչի ես սպասում, ամուսնացի, թորներ ա պետք մամային ուրախացնելու համար, և ես ամուսնացա, ոչ թե մամային միայն ուրախացնելու համար, այլ գիտակցեցի, որ ավելի իմաստավորվում է կյանքը, որովհետև ժառանգ ես թողում, և իմ տանը ծնվեցին Լևոնը, Միքայելը, Անուշը, և հետագայում էլ իմ հրաշք թորները, բա ինչպես ես չխոնարհվեմ իմ կնոջ առջև, չասեմ շնորհակալություն, որ միասին այդպիսի հրաշալի ընտանիք կերտեցինք։ Այո, պարոն Մաթեոսյան, Այս ոնց են գտել հետաքրքիր։ Այս ամենը մեր նախագծում անհնարին ոչինչ չկա, ես ուզում եմ մեր հեռուստադիտողն էլ տեսնի, սել է հեռուստադիտող, քանի որ շատ մեծ հուզմունք առաջացրեց պարոն Մաթեոսյան մոտ, մենք անմիջապես թաքցրեցինք իրը, բայց եւս մեկ անգամ ուզում ենք ցուցադրել, որ այս ջրամանը պատերազմի դաշտից տուն է ուղարկել Ռուբեն Մաթեոսյանի, այո, հայրը։ Ամեն օր նամակ էր ուղարկում, մամային այդ բոլոր նամակները պահել ենք։ Եվ մի նամակ Եվ այստեղ ռտարն է, որ անպայման նրա որդին պիտի ունենա իսկ նամակում գրել է Ռտարովանուն, Ռուդիկ։ Ռուդիկ հետո որը դարձավ Ռուբեն։ Դե դարձավ Ռուբեն։ Լավ է, որովհետև ես անհամարցակ մեկն եմ եղել, այդ Ռուբեն անունը ինձ օգնեց, որ ես Ռուբենին բեմ տանեմ։ Պարոն Մաթեոսյան, երկեցի իր համար։ Որտեղ են գտնվում կյանքի արժեքները, ինչի մեջ են։ Գիտեք, կյանքի արժեքը գիտակցություն է։ Բնականաբար գիտակցության մեջ պետք է փնտրել կյանքի արժեքը։ Բայց դժվար է ասել, դա ընտանիքը պետք է քեզ սովորեցնի, շրջապատը, քո նեղ շրջապատը աշխատանքային, հասկանում ես, քո մասնագիտությունը քեզ պետք է ուղղորդի, դու պետք է այնքան հավատարիմ լինես դրան, որ Աստված քեզ թույլ տա շարունակես երկրային կյանքը, թե չէ նա քո հոգին էլ կառնի, չի անի այդպիսի բան, որովհետև շատ բարի Աստված է։ Այո։ Եվ մարդը ասում են ճակատագիր չկա, մարդը ինքն է կերտում իր ճակատագիրը, այսպես ասած, որ ասում են ճակատագիր, իր բախտ չկա, կա ուրեմն երազանք իրականացնելու եւ արհամարելու։ Եթե ուզում ես իրականություն դարձնես, այլ պետք է անպայման աշխատես, առանց աշխատանք ոչինչ չի լինում։ Այո։ Առանց չարչարելու
ոչինչ չի ստացվի։ Իսկ կասեք, ինչ է ձեր կարոտի անունը։ Ինչ է իմ կարոտի անունը։ Դա անբացատրելի է։ Ես կարոտում եմ մորս, որը ինձ հետ չի։ Որին Շիրիմին այցի եմ գրում գրեթե ամեն ամիս։ Ամեն օր չեմ կարող, աշխատում եմ։ Եվ չեմ ուզում իմ երեխաներին անընդհատ տանեմ։ Ես չեմ կարող։ Ինձ համար ինքը կա։ Մեր ընտանիքի համար էլ ինքը կա։ Եվ թոռները, այսինքն իմ զավակները, ծորներս դե իրենց ծնողներից լսածն են պատմում, գիտեն թե ես ինչքան նվիրված եմ եղել եւ գիտեն թե տատիկը ինչքան նվիրված է եղել իր թոռներին, որտեւ իր կյանքը մենք լուսավորեցինք։ Ես երջանիկ եմ միայն նրա համար, հանգիստ, որ վերջի 30-35 տարիներում ես արդեն ճանաչված էի իբրև երկիչ, ես չեմ ասի անվանը երկիչ, ծիծաղելի է։ Ես մեծ դրանով նրան երջանկություն պարգևեցի, որովհետև ռադիոն միացրած էր, անընդհատ լսում էր իմ ձայնը, հեռուստացույցը բացում էր, ինձ էր տեսնում, դահլիճում ինձ էր ծափահարում, բայց զարմանալին չէ, մի քանի անգամ է եկել համերգ, ես չեմ սիրել, որ իմ ընտանիքի անդամները ներկա լինեն համերգին, ծանոթ մարդ չեմ սիրել, որ տեսնեմ, ես ժողովրդի հիմար եմ եկել, բայց նա գալիս էր շատ անկյուններում էր նստում մայրս, եւ ովքեր իրանք ճանաչում էին, գիտեին, բոլորին ծափահարում էր բացի ինձնից, երբեք չէր ծափահարում ինձ։ Բայց զարմանալին ինչ էլ երկեի, ասում էր, ման ոնց է, ասում էր, դու ավելին կարող էիր։ Այսինքն ոչ թե չէր գոհանում, չէ, դու ավելին կարող էիր։ Ու ես աշխատում էի, այնպես անեմ, որ ավելին կարողանամ եւ կարողացա։ Իսկ ինձ կասեք, որն է այն երգը, որն ամեն անգամ երգելիս հիշում եք ձեր մայրիկին կամ նվիրում եք նրան այդ երգը։ Գիտես, մայրական թեման բնականաբար առաջին հերթին Վլադիմիր Բալյանի մայրս փոքրիկ երգը, ես երգել եմ Մանվելյանի երգը մայրիկիս, երգել եմ Հրանտ Թորոսյանի մայրիկին երգը, շատ մայրիկների նվիրված երգեր եմ երգել, բայց ինձ համար ամենաթանկ նվիրականը, երգել եմ նաև իմ մայրիկ երգը Մնացականյանի շատ սիրուն երգա, բայց ամենաթանկը ինձ համար մայրս փոքրիկ երգն է, որ ես ոչինչ չեմ, առհասարակ ես երգելուց չեմ թույլ տալիս, որ ինչ-որ բաներ պակաս մնան, անպայման պետք է լրացնել եւ եթե մինչև վերջ չհասկանամ ինչի համար ագրված չեմ երգի, բայց մայրս փոքրիկ երգը մանավանդ Շիրազնի խոսքերն են եւ Վլադիմիր Բալյանը այնքան հոգով է գրել, որ ես ինձնից էլ այնքան շատ բան եմ դրել այդ երգի մեջ, որ երգը դառել է մի ամբողջություն, իսկ իմ ընկերն ասում է, երբ որ այդ երգը ես լսում եմ, ինձ թվում է թե աղոտ կա։ Այո։ Մոր մասին նկարի առաջ։ Շատ լավն է։ Մենք կամաց, պարոն Մաթեոսյան, մոտենում ենք նամակին։ Դուք այսօր նամակ ունեք։ Այս նամակը ձեզ են ուղարկել։ Ես չեմ կարող ասել, թե ով է գրել, երբ որ բարձրաձայն կկարդանք, վերջում պարզ կդառնա, թե ով է նամակի հեղինակը։ Ակնոց չեմ բերել։ Ձեր թույլտվությամբ ես կկարդամ, Իհարկե։ Եվ միասին կփորձենք գուշակել ով է նամակի հեղինակը։ Ողջույն ամենայն հայոց երգիչ, իմ սիրելի Ռուբեն Մաթևոսյան ջան։ Հուսով եմ լավ եք։ Ձեր բացակայությունը մշտապես զգում եմ այս օտարության մեջ։ Դուք եղել եք ու միշտ կլինեք իմ պաշտելի վարպետը, որին հետևելու եմ իմ ամբողջ կյանքի ընթացքում։ Ձեր խորհուրդները անջնջելի են, ձեր ձայնն իմ երակների մեջ է։ Հուսով եմ շուտով կրկին կհանդիպենք։ Իմ հիշողություններում միշտ կմնա մեր առաջին հանդիպումը, երբ ես դեռ պատանի էի ու մայրիկիս ուղեկցությամբ եկա առաջին լսումներին, որի ժյուրիի կազմում եք դուք և Էմմա Ծատուրյանը։
Այդ օրը ես շատ շփոթված էի եւ հուզված, քանի որ իմ ամենամեծ երազանքն էր ինձ սպասվում։ Ես երազում էի ձեզ տեսնել ու հանդիպեցի։ Զուգերքը, որ կատարեցինք միասին, հետագայում դարձավ իմ այցեքարտը, որի համար անչափ երախտապարտ եմ ձեզ։ Ես իմ ամբողջ կյանքում ձեզ միշտ շնորհակալ կլինեմ։ Ուզում եմ, որ երբեք չհիվանդանաք ու շատ երկար ապրեք, որ գարունները ծաղկեն ձեր մաքրամարքուր երգերով ու բարձր կատարողական արվեստով։ Դուք իմ եւ մեր հպարտությունն եք։ Շնորհակալ եմ, որ հիմա կարդում եք իմ այս խոսքերը, որոնք դուրս են եկել սրտիս խորքից։ Շնորհակալ եմ ձեր տեսակի համար։ Սա գրել է Հովհաննես Շահբազյանը։ Այո, ինչպես կռահեցիք։ Որովհետև այնտեղ արդեն ինքը հուշեց։ Մայրիկի հետ դա իրականություն է, բայց հետաքրքիր ինչ է, Հովհաննեսը։ Սա ձերն է։ Հովհաննես Շահբազյանը, բայց շատ շնորհակալ եմ Հովիկ ջան, քեզնից որ նման նամակ ես գրել։ Հովհաննեսը հիմա ապրում է Ամերիկայում, չէ՞։ Այո, Միացյալ Նահանգներում է ապրում։ Ես ինչից իմացա, որ ինքն է, որովհետև ասեց չեմ մոռանում մայրիկիս հետ ես փոքր երեխա եմ։ Իսկապես այդպես էր։ Ինչ ասեմ, հանրապետական փառատոն էր, որին ժյուրի կազմում Էմմա Ծատուրյանն էր եւ ես էի։ Պետք է որոշեինք, թե լավագույն երգիչը ով է, բավականին դժվար հարց, որովհետև շատ տեղերից էին եկել, հանկարծ վերջացավ այդ ժյուրի ելույթ ունեցողները, ով ցուցակով արդեն կային, ես արդեն պատրաստվում էի տուն գնալու, Էմմա Աղաբեկովնան ասաց, թե Ռուբիկ ջան ասաց, մի րոպե խնդրում եմ մնաս, մի շատ կարևոր հարց կա, պետք է քննարկենք, ասի ինչ հարց, բողոքող, ասեց չէ, ասեց բացառվում է, ասեց էլ ինչ կարող է լինի, ասեց մի հատ երեխա է եկե, պետք է անպայման լսենք իրան, ասի, բայց վերջացել է, ասի կոնկուրսը ոնց ենք լսում, իրավունք չունենք, ասեց իրավունքը մենք ենք ստեղծում, ոչինչ ասեց, մենք կարող ենք խախտել այդ օրենքը, մի հատ լսենք, բայց Լենինականից եկել հասել են այստեղ, հետ չեն գնալու, մի հատ լսենք։ Հետո նայեցի փոքրիկ տղա է, ինչ պետք է երգի բան ասեց, հարկավոր է լսել, ասեցի սիրով լսենք։ Որ բերանը չբացեց, չսկսեց երգել, ես ապշեցի այդ փոքր երեխայի մեջ, այդքան երաժշտականությունը որտեղից, այդ ինչ երևույթ է, շատ լավ է, ասեցի, Էմմա Աղաբեկովնա, արի փորձենք, իրան էլ տեղ տանք, ասեց, այդ չենք կարող, բայց կարող ենք դիպլոմ տալ, որովհետև արդեն որոշել ենք, հայտարարել ենք։ Այո։ Իսկ ասեց դիպլոմ մենք կարող ենք տալ, կամ խրախուսական ինչ-որ մի բան ասեց, ասի երևույթ է, սա անպայման հետո կանչեցի մորը, ասի երջանիկ մարդ եք, որ ես տեսակ զավակ ունեք, սա անպայման երգիչ է դառնալու, եւ իսկապես երգիչ դարձավ, եւ շատ հետևեց իմ երգեցողությանը, ավարտեց համարյա կոնսերվատորիան, եւ հետո երկրաշարժից հետո հայտնվեց Միացյալ Նահանգներում, հիմա այնտեղի քաղաքացի է ինքը, բայց ամբողջ ժամանակ սկսեց երգել։ Եվ ես շատ ելույթների նրան հրավիրել եմ, որպեսզի իմ կողքին երգի, նրան նաև եղան համոզողներ, որ ասեցին, արի Հայաստան, հա, Ռուբենի կողքին կկանգնես կերգես, հա, բայց ընտանիքը այնտեղ է, ինչ անի, հնարավոր չի, բայց նա երթում ուներ իր առջև դրված, որ երբեք հայ երգին այդպես չի թողնի, հիմի ինտեղ կազմակերպել է, բացի այն, որ ինքը ելույթ է ունեցել և շատ սիրված անուն է Միացյալ Նահանգներում, առհասարակ ամենտեղ, իսկ մեր դուետները բավականին նշանակալից են եղել, իմ և Հովհաննեսի կատարմամբ հնչել են և Լոս Անջելեսում, և հեռուստատեսությամբ, և Երևանում, և իմ Հոբելյանին, և օպերային բեմից, և մեծ դահլիճից Արամ Խաչատրյանի անվան համերգային դահլիճից, և ամենուր,
Եւ հայտարարեցին, որ պրեմիերա էլ միջազգային պրեմիերա Լոս Անջելեսից այդ մեր նրան ընդեղ նկարեցին, ինձ էստեղ նկարեցին, հետո միացրեցին ու դարձավ ուրեմն հրաշալի մի հոլովակ եւ այդ երկի կատարումը եղավ նշանակալից։ Ես կվերցնեմ ինձ։ Այո, դա ձերն է։ Ես անչափ շնորհակալ եմ, որ դուք եկաք ու այսքան գեղեցկացրեցիք մեր եթերը։ Ճիշտ է, դուք ուզեցիք, բայց դա դրական բաներ են։ Ինչ խոսք։ Մենք ներողություն ենք խնդրում ձեզ ուզելու։ Ես եմ ներողություն խնդրում, որ ես սկզբից էլ ասեցի, մի քիչ ուզվող մարդ եմ։ Այո։ Իրականում, մայստրո, այս եթերը իմ կյանքում կդառնա պատմական, որովհետև ինձ համար մեծ պատիվ էր ձեզ հյուրընկալել իմ տաղավարում եւ ես եմ շնորհակալ, որ գտաք այն ժամանակը ու եկաք պատմեցիք ձեր կյանքի պատմությունը։ Շնորհակալ եմ։ Մի հարցելու վերջ, երջանիկ եք դուք այսօր։ Շատ երջանիկ, որովհետև ինձ հրավիրել եք դուք եւ ես առիթ ունեցա դրական հույզեր արտնացնելու իմ հոգում ու ես զգացի դեռ ես մնում եմ իբրև մարդ։ Այո։ Ոչ թե էակ որ ապրում է, մարդ։ Շարունակեք ստեղծել, մի հիվանդացեք, միշտ առողջ եղեք։ Ես շատ առողջ եմ։ Այո, ու մեզ պարգևեք այդ երաժշտական մաքուր նոտաները, որի կարիքը բոլորս ունենք։ Շնորհակալ ենք։ Սիրելի հեռուստադիտող, այսպիսին էր մայստրո Ռուբեն Մաթևոսյանի կյանքի պատմությունը եւ խոստովանությունը։ Այս եթերը ինձ համար այլևս դառնում է պատմություն, որովհետև մեծ պատիվ էր զրուցել լեգենդար արտիստ Ռուբեն Մաթևոսյանի հետ։ Այսպիսին էր նրա պատմությունը եւ այսպիսին էր մեր եթերը։ Դուք էլ շարունակեք խոստովանել, միգուցե վաղն արդեն ուշ լինի։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ նոր ու հետաքրքիր խոստովանություններով։